the ability to remember, այն գաղափարը, այն միտքը, այն իմաստը, որ մարդը ընդունակ է, ունակ է հիշելու, դա բավականին օգտակար եւ օշնյալ պարգև է Աստվածանից, որ տրված է մարդ արարածի։ Այո, մեր հիշողությունների մեջ, որը սկսում է մեր գլխուղեղի մեջ եւ կապվում է մեր հոգու աշխարհի հետ, եւ երբ բնականաբար մենք ապագան չենք հիշում, մենք հիշում ենք այն ինչ որ տեղի է ունեցել այս ներկայիս սկսած անցյալում, հիշատակ գաղափարը այդպես է, չէ՞, հիշում ենք ինչը անցյալը, եւ այդ անցյալի մեջ մենք ունենք օրհնյալ, ուրախ, փառավոր պահեր, որ ամեն անգամ հիշելով ինչ ենք անում, ներքուստ ուրախություն ենք ապրում, բայց նաև յուրաքանչյուրիս կյանքում կան նաև տխուր պահեր, հրաժեշտի, մահվան, տխրության, պակասի, խեղճության եւ այդպես է, բայց անչափ էական ու կարևոր է, որ խոսքը հետևենք, որը կարողանանք պահպանենք անցյալի հիշատակը եւ հիմի ավելի Աստծո խոսքից թող Տերոջ խոսքը մեզ համար մեկնաբանի, թե դրա մեջ ինչ օրհնություն կա հիշելու եւ հիշատակելու, ոչ միայն անցյալի մեր սիրելիներին, այլ անցյալում տեղի ունեցած մեր կյանքի իրավիճակների հետ։ Հիշողությունը ոչ միայն անցյալի եւ հոգու հետ է կապված, նաեւ մտայինի հետ է կապված։ Պատկերացնում եք, որ մեքենա ես վարում, եւ եթե դու հիշողություն չունենաս, եւ երբ որ Աստված մի արասե որևէ մեկը որ հիշողությունը սկսում է ինչ անել, հիվանդության տեսականիներ կան, ասհայմա եւ այլ տեսակներ, որոնք սկսում են հիշողություն կորցնել։ Առաջի բանը որ անում են, ինչ են անում։ Նրանց վարորդական վկայականը վերցում են իրենց ձեռքից։ Գիտեք ինչի։ Որտեվ վտանգավոր է, որտեվ այսօր ես ու դու երբ որ մեքենան վարում ենք, երբ որ հասնում ենք Խաչմերուկի եւ երբ որ լույսը կարմիր է ցույց տալիս, մեզ հիշողությունը ինչ անում։ Հիշեցնում է, որ պետք է ինչ անենք։ Կանգ առնենք, ստապ տանք։ Բայց երբ որ Աստված մի արասցե, երբ որ մեր հիշողությունը պակասում է, մեզ համար կարմիրը, կանանչը, կապուտը, դեղինը արժեք չունի եւ մենք ինչ ենք անում, բնականաբար եւ այդպես եղել է։ Մեր հայրերը մայրերը, որոնք նմանատիպ հիվանդությունով անցնում են, արդեն յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում։ Հիշողությունը անչափ կարևոր է եւ էական է, որ հիշենք մեր սիրելիների, մեր կանանց, մեր ամուսինների ինչը, տարեդարձը, մեր ամուսնության տարելիցը։ Աստված մի արասե, եթե մոռանանք, որովհետեւ մեր ճաշը շատ դառն ենք ուտելու։ Այնպես որ կարևոր է էական է դարձյալ հիշողությունը ունեցածը եւ իրականացնելը։ Հիշողությունը կարևոր եւ էական փաստ է։ Եվ այսօրվանից սկսած վաղը շարունակվում է, կոչվում է long weekend, շաբաթ կիրակին ավելանում է երկշաբթի եւ միգուցե պատճառներից նաեւ դա է, որ այսօր լեցուն բացականներ կան եկեղեցում, որովհետեւ long weekend է, բայց Ամերիկայում կոչվում են Memorial Day, հիշատակման օր։ Հայերենում կա այդպիսի արտահայտություն մեռելոստոն, մեռելոց հիշատակի։ Շատ իշքան գեղեցիկ է, երբ ասում ես հիշատակման տոն, հիշատակում ես քո անցյալներին, նրանց, որոնց հրաժեշտ ես տվել։ Եվ այս, ինչպես մի քիչ առաջ խոսվեց, այս հիշատակման տոնը ինչ է, հիշում ենք, որ մարդիկ եղան 10 տարի, 50 տարի, 100 տարի, 200 տարի առաջ, այս երկրում մենք ապրում ենք, այս երկրի քաղաքացին ենք, այս երկրի բոլոր բարիքները եւ ինչու՞ չէ, վերջին ժամանակներում չարիքները վայելում ենք եւ ոչ վայելում ենք, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր եթե այս երկրում ազատություն կա եւ խոսքի եւ ապրելու եւ հավատքի եւ աստվածապաշտության, դրա համար զոհաբերություններ են եղել, սիրելիներս։ Եվ այսօր եթե Հայաստան երկիրը կա եւ մնում է, դրա համար զոհաբերություններ եղավ։ Մեր զինվորները նահատակվեցին, որպեսզի պաշտպանեն ինչը, մեր սահմանները։ Այո, մենք կորուստ ունեցանք, մի ամբողջ երկրամաս մեկ տվեցինք, բայց փաստը մնում է փաստ, որ զոհաբերությունով է ինչ կառուցվում ազատությունը, անկախությունը, բարեկեցությունը, ապելը ու ապրելակերպը։ Եվ նույնը նաև մեր սիրելիներին ու այն հարազատներին, սկսած մեր ծնողներից, ոմանք երեխա, ծնող, քույր ու եղբայր, ամեն տեսակի։
Նրանք մեր հոգու մեջ են, նրանք մեր մերքի մեջ են, նրանք մեր հիշողության մեջ են, որտեղ նրանք մեր կյանքում մաս են ունեցել, բաժին են ունեցել, եւ մենք չենք կարող այդպես հեշտ մոռանանք։ Եվ չենք էլ ուզում որ մոռանանք, որովհետև այդ հիշատակը գիտեք ինչ անում, մեզի կապում է նրանց հետ, մեզի հաստատում է, մեզի մարդ է դարձնում եւ ոչ թե կենթանի։ Մենք հիշելով, մենք մեզ զգում ենք, որ մեր նախնիների հետ կապված ենք եւ մեր ապագա առաջիկա ժառանգորդների համար մտածում ենք, մտահոգվում ենք, աղոթում ենք։ Այլ կերպ մենք առանց հիշատակելու եւ առանց հիշողությունների մենք կենթանական աշխարհից ոչինչով չենք տարբերվի սիրելիներս։ Այնպես որ շատ օրհնյալ ու փառավոր պարգև է Աստծո կողմանը տրված մարդկությանը եւ հիմի թե մարդը ամեն մի անհատ ինչպես է օգտագործում այդ հիշատակը եւ հիշողություն։ Մարդիկ կան, որոնք ամեն կերպ ուզում են ջնջել իրենց մեջ անցյալի հիշատակը։ Ես այդ նման խորհուրդ չէի տալիս։ Արժե եւ որ մեր դառը եւ մեր քաղցր հիշողությունները միշտ մեր մեջ լինի, որովհետեւ պատճառ կա եւ այսօր կխոսենք այդ պատճառի մասին։ Մինչեւ իմ ընթերցելը Աստծո խոսքից, որ պետք է ընտրել եմ Հեսուի գրքից, ուզում եմ ծանոթացնել Հեսու անձնավորության։ Գիտեմ, որ մեծամասնությունը գիտեք։ Երբ Աստված Մովսեսին զատեց ու առանձնացրեց եւ լիդեր եւ առաջնորդ նշանակեց եւ օրհնեց ու օծեց Մովսեսին, որպեսզի Իսրայել ժողովրդին 430 տարվա ստրկությունից Եգիպտոս երկրից դուրս հանի, նա դուրս հանեց դեպի անապատ եւ ծովից անցկացնելով ինչ արեց, գնում էին դեպի Ավետյաց երկիրը, բայց Աստված Մովսեսին կանչեց եւ նրան դիմավորեց Սինասարի այդ լեռների վրա։ Նրան հաջորդեց ոչ թե Մովսեսի տղան, ինչպես սովորություն կա մարդկության մեջ, ի տարբերություն Աստված Հեսուին ընտրեց։ Մովսեսը օրհնեց Հեսուին։ Հեսուն միշտ Մովսեսի կողքին էր, հավատարիմ Տիրոջը եւ Մովսեսին ծառայելու։ Երբ եկավ ժամը Հեսուին, Հեսուն պետք է այդ նույն Իսրայելի ժողովրդին ուր անցկացնեն։ Հորդանանի գետը պետք է ճեղքեին, անցնեին եւ մտնեին ուր Քանանի Ավետյաց երկիրը։ Նրանք ինչ էին։ Հետիոտ էին, ոտքով էին, այնտեղ կամուրջներ չկար այսօրվա նման, նրանք պետք է այդ գետը ինչ-որ ձևով անցնեին, և ասում է, այսպես են կարդում, Հեսու գրքի 4-րդ գլխի առաջի համար այսպես է սկսում, և Աստված խոսեց Հեսուի հետ, և ինչ խոսեց, բացատրեմ, և հետո երկու համար եմ առանձնացել, որ ուզում եմ միասին ընթերցենք, Հեսուին ասեց, պետք է Հորդանանի գետը ճեղքենք ու անցնենք, Եվ ասեց, երբ առանձնասուր 12 հոգի, Իսրայելի ցեղը բաղկացած էր 12 ցեղերից, ասեց 12 ամեն մեկ տղամարդ ներկայացնի մի ցեղը Իսրայելի, ամեն մեկին առանձնասրու և երբ որ կպատրաստվեք անցնելու Հորդանանի գետը, ասում է, այդ 12-ին պատվիրիր, որ քահանաները, երբ տապանը, ուխտի տապանը, գիտեք չէ, ուխտի տապանը մեծ ձողերի վրա քահանաները իրենց ուսերի վրա կրում էին։ Եվ ասում է, այն երկվայրկյանին, որ քահանաները, որոնք իրենց ուսերի վրա ուխտի տապանակն էին կրում, ոտք դրեցին Հորդանանի գետը, Հորդանանի գետի հոսքը դադարեց։ Եվ Աստված պատվիրել էր Հեսուին, ու Հեսուին ասեց, որտեղ որ քահանաները կանգնած են գետի մեջ, եւ գետը դադարել է, թող 12 այդ տղամարդիկ, որոնք ներկայացնում են 12 ցեղերը, ամեն մեկը իրենց ուսի վրա առնի մի հսկայական քար այդ քահանաների ոտքի տակից։ Ու երբ որ գետը կանցնեք, թող այդ 12 տղամարդիկ իրենց ուսի վրա կրեն այդ 12 հսկայական քարերը։ Ու երբ որ գահացնեք առաջի իջևանը, այդ քարերով ինչ անեք, մի հատ կոթող պատրաստեք։ Եվ հիմի ուզում եմ ընթերցել ձեզ հետ միասին Հեսու գրքի 4-րդ գլխի 6-րդ համարը։ Երբ հետագայում ձեր որդիները արդեն հասել են, կառուցել են, ու պատճառ կար, նպատակ կար, որ խոսում է այդ մասին, ու երբ հետագայում ձեր որդիները
որոնք ամբողջովին մոռացած կլինեն, վկա չեն լինի, թե ինչպես Հորդանանի գետը իր հոսքը դադարեցրեց, որ այդ 2 միլիոնի չափ ժողովուրդը ինչ արեց, ճեղքեց ու անցավ դեպի Քանանի երկիրը։ Ձեր որդիները ցես հարցնեն եւ ասեն, այս քարեր էին ուղակի, որ իսկ կոթող էին պատրաստել։ Այս քարերը ինչ են ցես համար, եւ հայրերը պարտական են պատասխանալու։ Ինչ են ցես համար։ Այսօր մեր որդիները մեզ հարցում են ասում, ինչ է քեզ համար քո Աստվածը, որին պաշտում ես, որ եկեղեցի ես հաճախում, որին հավատում ես ու վստահում ես քեզ ու քո տունդ ու իմ կյանքս երեխաները հարցում են հարցնելու։ Եվ ասում է, նրանց կասեք հայրեր, մենք պարտականություն ունենք ասելու, ինչից, անցյալից, հիշատակից, Աստծո օրհնությունից, եւ նրանց կասեք, Հորդանանի ջրերը ինչ արեցին, դադարեցին հոսքից, կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, այն երկվարկյանը եւ ուխտի տապանակը ներս մտավ Հորդանանի գետը, քահանաների ուսի վրա։ Եվ երբ այն անցնում էր Հորդանանի գետով, Հորդանանի ջուրերը կտրվեցին եւ այս քարերը հավիտյան ինչ են, հիշատակ են, հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար։ Այսօր մեզ համար մեծագույն հիշատակը Քրիստոս փառավորն է, խաչին գանված, որ մեռավ ինձ ու քեզ համար ու հարություն առավ նրա դատարկ գերեզմանը։ Մենք բաժին ունենք, հիշատակ ունենք պատմելու մեր հաջորդ սերունդին, նրա խաչի ու նրա հարության զորության մասին։ Գողգոթայի լեռան վրայից կանչում է ինձ ու քեզ եւ մեր հոգու հետ խոսում է։ Մենք մոռանալու իրավունք չունենք։ Ինչպես այս օրինակը Հեսուի մեջ։ Հիմա հասկանում եք, թե ինչքան էական ու կարևոր է անցյալը չմոռանալ։ Այն օրհնությունները, որ ես ու դու Տիրոջ մեջ ճաշակել ենք, մենք դրա իրավունքը չունենք մոռանալու, ոչ միայն պահելու, այլ փոխանցելու մեր հաջորդ սերունդին։ Մի օր մենք չենք լինելու։ Այսօր Դավիթ եղբայրը չկա։ Այն ինչ որ բաժին ունեինք, մենք տեսնում ենք, եղբայրը տվեց։ Եվ մի քանի օր հետո նա հողին է։ Հող ենք դառնալու։ Բայց մեր ապրած օրերի մեջ ոչ միայն մենք իրավունք չունենք մոռանալու, այլ նաև մենք իրավունք չունենք չփոխանցելու, չասելու, չվկայելու մեր հաջորդ սերունդին։ Մի օր նրանց կողքին չենք, երբևիցե մտածել ես, ինչ տվեցի ես, փող, դրամ, հարստություն, կարողություն, տուն ու տներ, մեքենաներ, ոսկիներ, սիրելիներս։ Մեր մեծագույն ժառանգությունը, հոգու ժառանգությունը, որ մենք կարող ենք թողնել մեր ապագա սերունդին։ Մի օրինակ պետք է պատմեմ։ Կարծում եմ իմ սերունդի, իմ տարի ապրած մարդիկ բոլորը կհիշեն ու կճանաչեն։ Իտալացի բավականին հռչակավոր դերասանուհի էր, Սոֆի Լորենը։ Սոֆի Լորենը շատ ճանաչված էր, կարող է նոր սերունդը իրաց մասին չգիտի, նա անմիջապես երբ Իտալիայում հռչակի հասավ, ինչ եղավ, եկավ Ամերիկա, եւ Ամերիկայում շարունակվեց տասնամյակներ մնալու հռչակավոր, ճանաչված եւ ցանկացած դերասանուհի։ Մի օր ինչ-որ նկարահանումներ էր կատարվում, եւ Սոֆի Լորենը մաս ու բաժին ուներ այդ կինոնկարի մեջ։ Երբ վերադարձավ during one of the shooting of the movies, երբ նկարահանում են հերթական կինոն, որի մեջ Սոֆի Լորենը մասնակցություն էր, նա անչափ բարկացած էր, նեղսրտված էր, որտեվ երբ որ ներս մտավ իր սենյակը, տեսավ, որ իր զարդեղեներից գողություն է եղել, իր ոսկեղենը գողացել են։ Some of her valuable jewelry. Եվ անմիջապես գնաց այդ կինոյի ինչ դիրեկտորի մոտ, Vittorio De Sica, եւ սկսեց իր սիրտը, իր ցավը, իր տխրությունը, իր մաղձը տապել, որ ինչպես են գողերը այդպես լկտիաբար եկել եւ իր ոսկեղեն իրանից գողացել։ Եվ դիրեկտորը ասեց. «Սիրելի իմ Սոֆի, ես քեզանից շատ ավելի տարիքով եմ, թույլ տուր մի խորհուրդ տամ քեզի»։
the older than you and there is one great truth. Թող մի հատ ճշմարտություն ասեմ քեզ եւ հիշիր այդ ճշմարտությունը մինչեւ կյանքիդ վերջը. Never cry over anything that cannot cry over you. Երբեք մի լացի մի բանի վրա, որ ինքը չի կարող քո համար լացի. Առարկայի համար երբեք չլացես. Մարդու համար այո. Առարկաները կգան ու կգնան. Կունենանք ու կկորցնենք. Բայց մարդկանց կորուստը մեզ համար ինչ է, հիշատակ է։ Կորուստներ կունենանք մեր կյանքի մեջ, սիրելիներս, բայց Աստված ինչ արեց։ Աստված ուզում է, որ մեր սիրտ ու մեր հոգին, մեր էությունը եւ մեր ուրախությունը կապվի Տիրոջ այդ ճշմարիտ կենթանի հոգու հետ եւ մեկս մյուսի հետ։ Սկսած մեր տնից, մեր երեխաներից, մեր հարազատներից, ամուսիններից եւ մեր քույր ու եղբայրներից։ Այս սերը ասեց աշխարհը կտեսնի եւ ինչ կանի եւ կճանաչի, որ դուք ումով եք, ինչով եք, ինչի համար եք Քրիստոսի ողորմությունով, սիրով եւ օրհնությունով։ Այո, երբեք չլացես մի առարկայի, մի եղածի վրա, որ նա ի վիճակի չէ քեզ համար լացելու։ Ոսկին երբեք քեզ համար չի լացի, հարստությունը չի լացի, բայց քո հարազատը, քո քույրը, քո եղբայրը, քո մտերիմը, քո հավատարիմը, այո եւ ամեն։ Սիրելիներս, մենք յուրաքանչյուր կիրակի պակաս, ավել, գալիս ենք մեկ հստակ նպատակով։ Երբևիցե հարց տվել ես քեզ համար, քո գալու նպատակը եկեղեցի ինչն է։ Մինչև բացադրելը ուզում եմ համար ընթերցեմ։ Համարը գրված է Հայտնության գրքի առաջի գլխի մեջ։ Ինչպես գիտեք, Հայտնության գրքի հեղինակը Հովհաննես Առաքյալն էր։ Եվ Հովհաննես Առաքյալը երազով, տեսիլքով Աստծոց առավ այն ամեն ինչը, որ խոսում էր եկեղեցիների մասին։ Եվ ասում է, երբ Աստված նրան կիրակի օրը ընթերցում ենք Հայտնության գրքի առաջի գլխի 10-րդ համարը։ Ես մի հատված եմ առանձնացրել եւ ասում եմ կիրակի օրը լցվեցի հոգով եւ իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի եւ շարունակություն ասում է որ նա է ալֆան եւ օմեգան թագավորածը եւ գրիր այս 7 եկեղեցիների համար այսօր աստվածաբանության մեջ միանշանակ համամիտ են ու համաձայն որ 7 եկեղեցիները ոչ այլի ոչ են եթե ոչ ծննդոց գրքից մինչև վերջի օրը ողջ եկեղեցիների ամբողջ շարունակությունը այդ 7-ը ամբողջությունն էր նշանակում Այն ժամանակ այդ 7-ը իրական ֆիզիկական եկեղեցիներն էին, բայց այդ ֆիզիկական եկեղեցիները նաև Քրիստոսը Հայտնության գրքի մեջ խոսում էր ինձ հետ, քեզ հետ եւ ողջ քրիստոնյա աշխարհի հետ, սկսած առաջի դարաշրջանից մինչեւ այն օրը, որ նա կգա թագավորած։ Եվ եթե թարգմանության մեջ ուշադիր լինեք, շատ զարմանալի ձևով կիրակի օրը անգլերենով ասում է on the Lord's Day Կիրակի օրը այսպես էր քրիստոնյաների մեջ թարգմանված, հաստատված, Տիրոջ օրը։ Կիրակի օրը, այսօր աշխարհը, երբ ես ու դու ենք այդ աշխարհում, Կիրակի օրը մեզ համար հանգստի օր էր, պիկնիկի օր էր, ուտել խմելու օր էր, հյուրասիրությունների օր էր, հյուր գնալու օր էր, տանը աշխատելու օր էր, բայց այն օրը, որ Քրիստոս եկավ, մեզ համար Կիրակի օրը դարձավ Տիրոջ օրը։ Այդպես ասում, on the Lord's Day, Տիրոջ օրը։ Եվ մենք յուրաքանչյուր կիրակի ինչ նպատակով ենք գալիս, փառք Աստծո, որ առիթ ունենք մեկս մյուսի տեսնելու եւ հաղորդակցելու, բայց մեզ համար միայն տեսնելու ու հաղորդակցելու նպատակը չի։ Մենք գալիս ենք հիշատակելու Տիրոջ օրը, ինչը հիշելու, նրա խաչը եւ հարության զորությունը։ Դարձյալ կապված է հիշատակի հետ։ Այնպես որ հիշողությունը հոգևոր է, պատվաբեր է, հավիտենական է։ Եթե ես չհիշեմ, ես կմոռանամ։ Եթե ես մոռանամ, ինչ ունեմ իմ ապագա սերունդին փոխանցելու։ Քարերը կկորցնեն իրենց արժեքը։ Ու երբ որ իմ որդիները հարցնեն Քրիստոսի խաչի հարության ու զորության մասին, ես բան չունեմ ասելու։ Իմ լեզուն կկմկմա, որտեվ իմ մեջից հոգին պակասել է։ Ուստի կիրակի գալով ես հիշում եմ քեզ հետ միասին, ինչը
Քրիստոսի խաչի եւ հարության զորությունը։ Տարբեր թեմաներ ենք խոսում։ Երգեր ենք երգում, աղոթներ ենք բարձրացնում, բայց մեր մեծագույն նպատակը Կիրակի Տիրոջ օրը, Lord's Day Տիրոջ օրը գալը, Տիրոջ հիշատակը հաստատելու մեր հոգու մեջ։ Ամեն։ Հալելույա։ Տիրոջ օրը հաստատելու մեր կյանքի մեջ։ Սիրելիներս, այս եկեղեցում տարիներ ու տարիներ շարունակ յուրաքանչյուր ամսվա առաջի կիրակին մենք ունենում ենք մեր եկեղեցու անդամների համար ինչ հաղորդության սեղան։ Այս համարները, որ պետք է ընթերցեմ, դուք արդեն տարիներ ու տարիներ յուրաքանչյուր ամսվա առաջի կիրակին լսել եք ինձանից եւ ընթերցում եմ։ Խոսք արված առաջի Կորինթացից 11-րդ գլխից, բայց որովհետեւ դարձյալ խոսում է հիշատակի մասին, պետք է միասին ընթերցենք։ Խոսքը արված է առաջի Կորինթացից 11-րդ գլխի 24-րդ համարից, որ այսպես է ասում. Եվ գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասեց. այս է իմ մարմինը, վերջին թրիքի ժամանակ էր, եւ Պողոս Առաքյալը հիշեցնում էր այդ վերջին, ասում է այն ինչ որ հոգուց առաջ ձեզ էլ փոխանցում եմ, ժառանգություն եմ թողում, այս է իմ մարմինը, որ ձեզ համար ինչ անում, կոտրվում է, որ ձեզ համար է, այս արեք ինչի համար, իմ հիշատակի համար, հիշատակելը, Աստծո կոտրված մարմինը, հիշատակել, դա մեր պարտականությունն է, ընտրությունը չէ, դա մեր պարտականությունը որպես հոգևոր, վերստին ծնված Քրիստոսի մեջ, մեր պարտականություն է հիշել նրա կոտրված մարմինը խաչի վրա, և 25-րդ համար ասում է, նույն կերպ ընթրիքը ուտելուց հետո, բաժակը վերցրեց ու ասեց, այս բաժակը նոր ուխտն է, իմ արյունով, քանի անգամ որ խմեք, այս արեք, դարձյալ ինչ, իմ հիշատակի համար, կարող ենք բոլորս միասին ասենք, Քրիստոսի հիշատակի համար, այսօր ես եկել եմ իմ Քրիստոսիս հիշատակի համար, եկել եմ որպեսի հիշեմ նրա կոտրված մարմինը ու նրա թափված արյունը, իմ Քրիստոսիս հիշատակի համար, սա է առաջին նպատակը, մղող ուժը, որ քրիստոնյան Կիրակի օրը եկեղեցի է գնում, եթե ոչ սիրելիներս, եկեղեցին իր հոգու արժեքը կորցնի, կմնա որպես մարմին, կմնա որպես իրականություն, մարդիկ գալիս են, հավաքվում են, քարոզա լինում, երգեցողություն, փառաբանություն, բայց իր հոգու արժեքը միայն ու միայն կարող է պահպանել, եթե ես ու դու Կիրակի գալիս ենք, որպեսզի հիշատակենք նրա կոտրված մարմինը ու նրա թափված արյունը, որտեղ մենք պարտական ենք հիշելու, նրա կոտրված մարմինով ու նրա թափված արյունով ես ու դու մեղավորս ու դժոխքի արժանի փրկվեցինք եւ առանց նրանի շնորհք եւ ողորմություն խոստումը, որ մի օր երբ մեր աչքերը կփակենք եւ մեր հոգին կավանդենք այս երկրագնդի վրա եւ մեր կյանքի վերջակետը հաստատելով այստեղ մենք մի ամբողջ կյանքի խոստում ունենք Քրիստոս Հիսուսից նրա հետ լինելու եւ բոլոր սուրբերի հետ երկինքը ու հավիտենականությունը ու Աստծո հոր որդու եւ Սուրբ Հոգու ներկայությունը վայելելու երկնքում Մի քիչ առաջ այդ մասին խոսեցինք Վաղը Memorial Day, հիշատակման օր է, երբ որ խոսում է հիշատակում, խոսքը ինչի անցյալի մասին է, ներկան ես ու դու ապրում ենք, ամեն երկվարկյանը մեր ներկան է, երբ որ խոսքը հիշատակի մասին է, Memorial Day անցյալի մասին է, այդ անցյալը 1 օր առաջ է, թե 11 օր առաջ է, թե 110 տարի է, և մենք հիշում ենք, հիշատակում ենք, Աստծո խոսքը ընթերցելով մենք հիշում ենք, մեր կյանքում ապրելով մենք հիշում ենք մեր սիրելիներին, որոնց հրաժեշտ տվեցինք, այսօր մեզ հետ չեն, բայց մենք հիշում ենք եւ այդ փառավոր օրհնյալ բաժինը մարդկային, որ Աստված մեզ շնորհ արել, մեզ զատելով ողջ այս աշխարհի ստեղծագործություններից։ Մենք տարբերվում ենք արեգակից, լուսնից, աստղերից, երկրակամարներից, տարբերվում ենք այս ողջ կենդանական աշխարհից, տարբերվում ենք, որովհետև հոգին, նրա փառավոր հոգին մեր մեջ է եւ մեր գլխուղեղի մեջ հիշելու եւ հիշատակելու եւ հարգելու եւ սիրելու եւ առնելու եւ փոխանցելու մեր ապագա սերունդին։ Հիշատակելու մենք բաժին ունենք։
Եվ հիշատակման մասին երկու հատված պետք է վերհիշենք։ If we do not look back, եթե մենք ժամանակ առ ժամանակ մեր կյանքում մի հայացք հետ չնետենք մեր անցյալի, we could not learn from our mistakes we and others have made. Մենք եթե ժամանակ առ ժամանակ հետ չնայենք մեր անցյալին, ու մեր անցյալի ու մեր հարազատների քույր եղբայր, մեր անցյալի դառը ու սխալ փորձառությունները, ու կամ մեր կողակցի, կամ մեր հարազատների, կամ երեխաների, կամ քույր եղբայր, նրանց սխալները մենք այդպես էլ չենք սովորի մեր կյանքի դասերը։ Ինչից է սովորում։ Սխալից է չէ սովորում, որպեսզի այդ սխալը նորեն չկրկնես։ Մենք սխալից ենք սովորում։ And if we do not look back, we could not show our gratitude. Եվ եթե մենք ժամանակ առ ժամանակ անցյալը չվերհիշենք, այն ինչ որ այսօր ունենք, մենք չենք գնահատի։ Վստահեցնում եմ քեզ։ Եվ նմանատիպ մարդկանց անկասկած ես ու դու հանդիպել ենք ու կհանդիպենք։ Մեր անցյալի հիշատակը հիշեցնում է, որ Աստված այս ընթացքում հիշատակից մի ամիս ես հետ գնում, թե 10 տարի ես հետ գնում։ Տերը հիշեցնում է, որ ես ու դու որտեղ էինք, եւ այսօր Տերը ինչ չափով է մեզ օրհնել։ Եվ այս ամբողջ ընթացքը իր ողորմած օրհնությունով ու շնորհքով պահել ու պահպանել։ Հիշելու անցյալը մեզ օգնում է գնահատելու Աստծո օրհնությունը իմ ու քո ու մեր տան կյանքի մեջ։ We could not show our gratitude to those who have made such an impact on our lives. Հիշատակը եւ հիշողությունը ոչ միայն Աստծո հետ է կապված, այլ այն մարդկանց, որոնք իրենց կյանքով, իրենց խոսքով, իրենց աղոթքով, իրենց մեզ հետ հաղորդակցությունով ուրույն դեր ու նշանակություն ունեցել մեր կյանքի մեջ։ Դա մեր ծնողն է եղել, մեր եղբայրն է եղել, հովիվն է եղել, քույր ու եղբայրն է եղել, հարևանն է եղել, ես չգիտեմ, մի մարդ, որ քո կյանքում ուրույն դրական, օրհնյալ հոգևոր ինչը բաժին ու մասա ունեցել, նրանց մենք մոռանալու իրավունք չունենք։ Աստված նրանց բերեց, որ մեր կյանքում ինչ անի, մեզ արթնացնի, օրհնի, հաստատի, ուրախացնի, մեզի ոտքի կանգնեցնի, մեզի ապագայի խոստումը հաստատի։ Անցյալը մոռանալով մենք ապագա չունենք։ Անցյալը իմանալով, հիշելով, նորոգելով մենք կարող ենք ապագայի մասին հույս ունենալ։ Ոչ միայն մեր, այլ նաև մեր ապագա սերունդի համար։ Մեր անցյալը մեզ կապում է ապագայի հետ։ Իսկ դու ներկան ես ապրում։ Սիրելիներս, կյանքը, որ ես ու դու ապրում ենք, ու մինչև այն օրը, որ Տերը մեզ կկանչի, ունեցել ենք խորթուբորդ, ունեցել ենք նեղություն, ունեցել ենք լայնություն, ուղղեցել ենք հիվանդություն, առողջություն, ունեցել ենք հաջողություն եւ անհաջողություններ, ունեցել ենք հոգեվոր անկումներ եւ հոգեվոր բարձունքներ, ունեցել ենք պահեր ու ընթացքներ։ Բայց այսօր եթե կանգ ու մնում ենք, դա ոչ թե մեր քաջագործությունների, մեր հառաջադիմությունների, մեր խելացությունների, մեր տաղանդավոր լինելու, մեր ճարպիկ լինելու, իմաստուն լինելու, այլ միայն ու միայն կանգ ու մնում ենք, որտեղ նա շնորհաշատ է, նա բազմավորում է, ու մինչև այսօրվա օրը նրա շնորհքը մեզ վրա է։ Ամեն, ամեն։ Եվ այն ամեն ինչ, որ մեզ շնորհել է, դա մտքի առումով, աշխատանքային առումով, կյանքի առումով, մեր երեխաների առումով, մեր ապրելակերպի առումով, այդ բոլորը դա շնորհ է մեզ արել, շնորհ, որ մենք իրավունք չունենք, որ այդ շնորհները մոռանալու։ Սիրելիներս, ուզում եմ իմ խոսքս ավարտի բերեմ մի հետաքրքիր օրինակով։ Մի երիտասարդի մասին էր։ Անունը Ջաշուա։ Այսօր մենք նմանատիպ երիտասարդների տեսել ենք, երկու տեսականի են, երիտասարդներ, որոնք կյանքում շատ հաջողակ են լինում, շատ արագ առաջ են գնում բիզնեսի աշխարհում, կարողանում են իրենց դիրքը, իրենց արժեքը, իրենց կառուցվածքը, իրենց եկամուտը։ Ջաշը այդպիսի մի հատ երիտասարդ անհատականություն էր, շատ հաջողակ էր։
եւ ընդամենը 2 ամիս առաջ իր համար գնել էր մի թանկարժեք նոր մեքենա։ Բայց պատվավոր անձեր, հղպացած չէր, ինչպես սրտի ցավով նմանատիպ մարդկանց ենք մենք ժամանակ առ ժամանակ տեղ առնում, հատկապես երբ որ երիտասարդ տարիքում նրանք հաջողությունների են հասնում։ Եվ դա իհարկե վերագրում են իրենց ունեցվածքին, իրենց իմացության, իրենց կարողությանը, եւ այդ իրենց ամբողջ հղպացածությունը եւ իրենց խոսելաձևը եւ իրենց պահելաձևը միանշանակ խոսում է այն մասին, որ նրանք իրենց անցյալը մոռացել են։ Նրանք ապրում են ներկայում եւ նրանց համար ոչ մի ապագա չկա։ Ներող կլինեք, միգուցե մեծամիտ եմ խոսում, բայց այդպես է։ Դա կյանքի իմաստությունն է ու ճշմարտությունը, որ կարող ես ընդունել եւ կարող ես հակասել։ Քաղաքով մեքենան վարում էր, անչափ ուշադիր էր։ Հիշում էր, որ ինքն էլ մանուկ է եղել եւ խաղալուց վազվզելուց հանկարծ վազել են դեպի փողոցը։ Ուշադիր էր, որ հանկարծ նման մի երեխա չանցնի, որ ինքը կարողանա։ Այսինքն մեքենան շատ դանդաղ էր վարում, որտեղ քաղաքի մեջ էր քշում։ Շատ դանդաղ մեքենան վարում էր։ A young successful executive. Իր նոր գնաց մեքենան քշում էր եւ շատ ուշադիր նայում էր իր 4 կողմով հանկարծ որևէ մի հետիոտի երեխայի ինչ անի չվնասի։ Եվ դանդաղեցնում էր ու հանկարծ մի ուժեղ բախումի ձայն լսեց իր մեքենայի կողքից։ Ինչ որ մի հատ քարե կտոր հարվածեց իր մեքենան։ Նեղվեց, բարկացավ, զայրացավ ու անմիջապես ինչ արեց, մեքենան կանգնեցրեց։ Դուրս եկավ մեքենայից ու անմիջապես ինչ արեց, հայտնաբերեց այդ փոքրիկ երեխային, որ դեռ մյուս ձեռքի մեջ էր հաջորդ քարը կար, որ քարը շպրտել էր իր մեքենայի վրա։ Հասավ, բռնեց այդ տղային, այսպես ասած հայկական դեմ տվեց պատին եւ ասեց. հասկանում ես դու ինչ ես անում։ Ինչի՞ է քար շպրտում ի մեքենայիս վրա։ Դու հասկանում ես, թե ինչ թանկարժեք մեքենա է, դու հասկանում ես, թե հայրդ, քո ընտանիքդ ինչպիսի ահավոր ծախսի տակ է գնալու, որպես ես մեքենան նորոգեն եւ ինձ վերադարձնեն։ Ու այդպես թափում էր իր ամբողջ դառնությունը ու բարկությունը այդ երեխայի վրա։ Եվ ուզում էր պարզաբանել ինչն էր պատճառը, չարաճճությունը, գժությունը։ Եվ ով ես դու։ Ինչն էր քո նպատակը քար շպրտելու մեքենայից վրա։ What the heck are you doing? This is my new car. Եվ քո քարը ամբողջովին վնասեց իմ մեքենաս։ Մեքենայիս ամբողջ կողքը վնասվել է։ Եվ դու քարը շպրտեցիր իմ մեքենայի վրա։ Please, mister. Եվ այդ փոքրիկ երեխան միրուս բռունցքի մեջ սեղմած քարը աղաղակեց։ Ներող եղիր, պարոն։ Ես ուրիշ անելիք չունեի, ինչպես թե ուրիշ անելիք չունեի, եւ բացադրում է, ես ուրիշ անելիք չունեի, որպեսի քո կամ որևէ մի վարորդի ուշադրությունը ինձ վրա դարձնելու։ Ասեց, իմ մեծ եղբայրս, որ անկարող է քայլելու եւ անվասայլակի վիլչերի վրա է, ես դուրս էի բերել իրեն պտասնելու։ Եվ դժբախտաբար անվասայլակը շրջվեց, նա վայր ընկավ եւ իրեն վնասեց եւ լացում է եւ ցավի մեջ տառապում է։ Իսկ ես ի վիճակի չեմ իմ եղբորս բարձրացնելու եւ ինչ անելու վիլչերի անվասայլակի վրա նստացնելու։ Արդեն երկար ժամանակ է, որ ձեռքով թափահարում եմ, որ գոնե մի անսնող վարորդ կանգ առնի, որ օգնի ինձի, որ իմ եղբորս անվասայլակի մեջ նստացնենք։ Եվ որովհետև ուրիշ ելք չունեի, մտածեցի, ցավեցնեմ, որպեսզի իմ ցավի մասին իմանան։ Եվ սա էր իմ միակ նպատակը, ուրիշ ոչ այլ մեկ ուրիշ բան։ Ճաշը մի երկվարկանում թողեց իր ամբողջ բարկությունը, իր մաղձը, իր տխրությունը, ցավը, որ իր 2 ամսվա թանկարժեք գնաց մեքենան վնասվել է։ Անմիջապես տղայի ձեռքը բռնելով գնացին, որտեղ որ երեխա եղբոր
երեխայի եղբայրն էր վայր ընկած, օգնեց, անվասայլակին մեջ նստացրեց, շրջեց, ուղղություն տվեց եւ հետևեց աչքով, որպեսզի վստահ լինի, որ երեխեն դեպի տուն է գնում ապահով։ Եվ գիտեք ինչ արեց։ Ու երբ որ տուն եկավ, որոշում կայացրեց, որ երբեք այդ մեքենայի վնասվածքը չի նորոգելու։ Եվ պատճառ ուներ։ Եվ ուզեց, որ ամեն անգամ եւ իր հայացքը կգնի իր նոր թանկարժեք մեքենայի այդ կողքի այդ հսկայական վնասվածքը հիշեցնի, որ կյանքում այդ թանկարժեք մեքենաներից շատ ավելի ու էական կարևոր բաներ կան այս կյանքում, որ կոչվում է մարդ։ Որ երբ մենք հաջողության մեջ այդպես սրընթաց ընթանում ենք առաջ ու մտածում ենք հաջողությունից հաջողություն անցնելու, մոռանում ենք, որ մենք մարդ ենք եւ մարդկանցով շրջապատված եւ հատկապես մարդիկ, որոնք անցնում են կերպ նեղություններով եւ դժվարություններով։ Որ ժամանակ առ ժամանակ մենք կանգ առնենք այդ մեր սրընթաց հաջողությունների վայելքից եւ կարողանանք մաս կազմենք, բաժին, աղոթք, աղաչանք մեր կողքի ընկած քրոջը ու եղբորը։ Դա կոչվում է հիշել կողքինիդ, հիշել նրա նեղության մեջ, հիշել նրա դժվարությունների մեջ։ Եթե ոչ այս կյանքը եւ այս աշխարհի իշխանը, գիտեք ինչ միտում է տալիս ամեն մի մարդ արարածի, դու ես իշխողը, դու ես թագավոր ես իշխանի, ապրիր, վայելիր, գողացիր, հափշտակիր, կոխրճիր, անցիր, կարևորը դու ես ու քո հաջողությունը ու քո առաջադիմությունը։ Իսկ Քրիստոս ինչ արեց։ Տերերի Տեր, տիեզերքի ստեղծողը եկավ եւ իր ամենաթանկարժեք կյանքը, աստվածային կյանքը տվեց, որ իմ ու քո նման ընկածը ու տկարը իր մեջ հույս ունենա ապագայի ու հավիտենականության համար։ Քեզ կբերեմ այդ փառավորած Հիսուս Քրիստոսի հրաշափառ ձեռքերի մեջ։ Ամեն։